Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի նախ եւ առաջ անդրադառնանք հայաստանյան թեմաներին, ավելի ճիշտ գլխավոր թեման պաշտոնական վարչապետ Փաշինյանի այցն է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ երեք ոչ միայն նախագահը ընդունեց Փաշինյանին, այլ նաեւ երկրի վարչապետը։ Ձեր տպավորությունն է այս ամենի մասին։ Տեսեք, իմ տպավորությունը մենք չեմ հիշում, երեք թեթև երևի դեռ այդքան բան չկա, արագանցանք, ուրեմն ասեմ ձեզ շատ կարևոր այց էր։ Իդեպ կարևորագույն այցերից էր, ճիշտը խոսենք, ուրեմն բազմաթիվ մեսիջներով, բազմաթիվ ընդ որում ես ձեզ ասեմ, որ այնտեղ նաև եղավ պանելային քննարկման ժամանակ, ամբողջ այդ բանի ժամանակ եղավ ուրեմն թեթև հակասություն անգամ, այսպես ասած, որովհետև Գերմանիայի ներկայացուցիչը Սերգեյ Լագոդինսկին ասում էր այն ինչ որ մենք եւ Մերցը նաեւ ասեց այն ինչ որ մենք տարիներ շարունակ ասում ենք ինչա պետք անել Եվրամիության հետ կապված, բայց երևի սկզբից սկսենք, եկեք Մերցից սկսենք, ուրեմն ինչի համար էր այս այցը, ինչ էր ուզում Գերմանիան շեշտեր, ուրեմն Թրամփի ճանապարհը շատ կարող ընդրում ես ասեմ խաղաղության խաչմերուկ էր որ երեք մենք խոսեցինք չէ երբ որ իբր Եվրամիության բանի մեջ տենց Ադրբեջանը վրթովել էր ասում էր թրիփ բանի վրա դա իրականում խաղաղության խաչմերուկ են իրենք ասում բայց իրենք էլ նկատի ունեն որովհետև եթե մենք վերցնում ենք թրիփը առանց խաղաղության խաչմերուկի եթե մենք դա առանձնացնում ենք որովհետև դա աբսուրդ է դառնում տեսեք դա տրամաբանական չի դառնում դա չի կարող առանձնանալ հա չէ դե հիմա այս վերջերս տեսեք ելնելով աշխարհաքաղաքական պայքարից սկսեցին առանձնացնել նաև Հայաստանի իշխանությունները ինչի հաշվի առնելով Ռուսաստանից եկող ռիսկերը սկսեցին առանձնացնել դա որ տեսեք մենք թրիփում ուրեմն ամերիկացիներիդ եք համաձայնվել դուք եկեք խաղաղության խաչմերուկումներ դրեմ ու դրանից սկսեց ինչ որ տեսականորեն փորձել առանձնացվել բայց չի կարող դա առանձնացվել որտեղ խաղաղության խաչմերուկը առանց թրիփի չի կարող լինել խաչմերուկ չէ տրամաբանական է դա մեկ երկրորդը խաղաղության խաչմերուկը եթե մենք թրիփի մասը հանում ենք մնում է մեծ հաշվով Ռուսաստան-Իրան կապը, այսինքն Ռուսաստանի եւ Իրանի շահերը։ Հետեւաբար չի կարա եւ Չինաստանը թրիփով էլ է աշխատում ու լավ էլ աշխատում է ըստ էության, չէ՞։ Դե կենտրոնական Ասիան դրա համար ըստեղ Չինաստանը հա, Չինաստանը կօգտվի նաև վերև ներքևից բան չունեմ ասելու, այդ առումով, բայց գլխավորապես եկեք Չինաստանը հանենք, հիմնականում մնում է կոալիցիան նկատի ունեմ։ Ճիշտ է, Չինաստանի մասը այն որ ասում մտքիդ գալիս է, բայց հետո հասկանում ես, որ դե հա, այդ երկողությունը հանում ես Չինաստանը աշխատում է, մեկը իր հիմնական շուկան գիտեք Եվրամիությունն է, դրա համար այս մասը եկեք կբանանենք։ Բայց գլխավորապես ինչն է խնդիրը։ Ուրեմն տեսեք, խաղաղության խաչմերուկ ասված եվրոպացիներն են թրիփը հասկանում։ Եվ իրականում իրանց դարդո Իրանն ու Ռուսաստանը չի, որ իրանք շեշտում են խաղաղության խաչմերուկ։ Դա իրենք անում են ուրեմն կոմպլիմենտի համար։ Երկրորդը իրենք խաղաղության խաչմերուկը անցալում են նաև տեսեք իրենք ուզում են մասնաբաժին ունենալ թրիփում եւ իրենք նաև Ամերիկայի հետ բարդ հարաբերությունների ֆոնին նաև այսպես ընդգծում են կարող է եւ չբացառենք որ կսմթոց է Թրամփին որ իրանք խաղաղության խաչմերուկ են եթե թրիփը չեն շեշտե կրկնում մենակ խաղաղության խաչմերուկ են բայց դա նույն բանի մասին է որտեվ երբ որ ամբողջ Եվրոպա Գերմանիայի մենք ելույթները լսեցինք իրենք խաղաղության խաչմերուկ ասելով խոսում են թրիփի մասին այսինքն ճանապարհը խոսում են Ասիան Եվրոպայի հետ կապող դա թրիփն է հետեւաբար դա նույն բանի մասին է խոսքը հիմա Մերցը ասեց որ Հայաստանը կարևորագույն երկիր է Հայաստանը շատ կարևոր նշանակություն է ստացել այսինքն եւ մի շատ կարևոր հայտարարություն արեց որ ասեց Հայաստանի Եվրամիության ինտեգրման ճանապարհին եւ շատ գեղեցիկ ակնարկեց որ երբ որ մենք խոսում ենք Եվրամիության անդամակցության մասին ուղղակի դա կարա շատ բարդ ու շատ անկանխատեսելի process լինի բայց ճիշտը այն է ինչ որ մենք ասում ենք տարիներ շարունակ եւ Մերցը հատուկ շեշտեց ասոցիացման համաձայնագիրը դա որտեվ եթե դու ուզում ես եւ դա ասեց նաեւ բիզնեսի համատեքստում ասեց գերմանացի խոշոր ներդրողները շատ երկար են ուսումնասիրում են տարածքը որտեղ խոշոր ներդրումներ անեն իրանց համար շատ կարեւոր է թե ինչ մթնոլորտ է ընդ որում ես ասեմ հետաքրքրական է այո հետաքրքրական է որ բոլոր տեղերը շեշտեցին եւ Հայաստանին կոչ արեցին շարունակել բարեփոխումները որովհետեւ ակնհայտորեն իրենց չի բավարարում թափանցիկության աստիճանը դեմոկրատիայի աստիճանը եւ կոչ արեցին պահպանել տեմպը եւ ավելացնել տեմպը այդ բարեփոխումները շարունակելու որպեսզի Հայաստանը լիարժեք այդ մթնոլորտը ստեղծի իրենց ցանկացած այսինքն դեմոկրատիան ինստիտուցիոնալ մակարդակի վրա անկախ դատարաններ թափանցիկություն եւ ազատ մրցակցությունը շեշտվեց հատուկ շատ հետաքրքրական է հիմա տեսեք ըստեղ շատ կարեւոր մի հանգամանք որ
մերձը ինքը շեշտում է բիզնես, հա, եւ ասես փոքր եւ միջին ձեռնարկությունները մեր գերմանական, իրենք այդքան գումար չունեն, որ ռիսկի դիմեն գան եւ ամենտեղ ներդնեն, բայց եթե նրանք որոշում են, դա նշանակում է, որ այսինքն արդեն այնց երկիրը, այնց գործընկեր կդառնա։ Իդեպ ասեմ, եթե այդպիսի բան գերմանացի գործարարները որոշեն, գիտեք ինչ ներդրումներ է գալու Հայաստան։ Այսինքն ինչ հասկացրեց մերձը, ասեց, եթե դուք ձեր երկիրը այնպիսին սարքեք, որ մենք տեսնենք, որ մեր բիզնեսը տեսնի եւ գա այդտեղ, դուք կշահեք։ Որովհետեւ անգլերենն է տեսնում իբրև առաջատար Հայաստանը տարածաշրջանում բոլորն են ոչ թե տեսնում։ Ադրբեջանը։ Ես հիմա ձեզ կասեմ շատ կարևոր մի բան։ Այսօր պարոն Արամ Ես ձեզ ավելի հետաքրքիր բան կասեմ։ Ես ձեզ հետաքրքրական մի բան կասեմ, ուրեմն շատ կարևոր։ Ինչ ասեց Լագոդինսկին Հայաստանի մասով եւ ձեզ ամեն ինչ դա կբացատրի, որովհետեւ մերձը շատ բան չի կարող պարզ ասել։ Մերձը շատ ավելի, ասում եմ, տենց ոնց ասում, ավելի sense ընդհանուր քաղաքական խորհուրդներ է տալի, հա, ենթատեքստով խորհուրդներ է տալի։ Եվ գլխավոր խորհուրդը ինքը ասեց, դե դա Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, ես չգիտեմ դուք ասոցիացման համաձայնագրով կգնաք թե չէ, ասոցիացման համաձայնագրով, ասոցիացման համաձայնագիրը միանգամից դու պետքա դուրս գաս ԵԱՏՄ-ից։ Երկրորդ շատ կարևոր բանը, միջում գնալու ասեմ ինչը թեթև անհարմար վիճակի մեջ դրեց Փաշինյանին, շատ դաժանորեն Փաշինյանի կողքը սկսեցին հարձակվել Ռուսաստանի եւ Պուտինի վրա։ Շատ դաժանորեն, առանց խնայելու, ընդ որում հենց ուղիղ ասեցին։ Ինքն էլ էր երեկվա։ Այս ուղիղ, այո, դրանով շատ անհարմար վիճակի մեջ դրեցին, ցույց տալով, որ մենք չենք հանդուրժելու, այդ ընտրությունը պետքա կատարվի։ Հայաստանը այդ ընտրությունը ի վերջո պետքա կատարի, եւ սա էլ հետաքրքիր մեսիջ էր, եւ ընդ որում նաեւ Հայաստանի ընտրությունների, որով եթե տեսեք, օրինակ երբեմն Հայաստանի իշխանությունները ասում են հյուսիս, դուք ուրիշ երկրից եք ուղղորդվում, չէ, անուն չեն տալի, աշխատում են չսրեն հարաբերությունները, այստեղ 2-3 անգամ ուղիղ շեշտվեց Ռուսաստանը պատրաստվում է միջամտել Հայաստանի ընտրություններին, հասկանում եք, դա շատ հետաքրքրական է։ Եվ եկեղեցուն էլ անդրադարձ եղավ իրավիճակին եւ պարզվում է, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են իրավիճակը։ Տեսեք, իրանք, այո, միանշանակ արևմուտքում կարտ բլանշ են տալի, լավ, բան։ Անցնենք, գնանք գովազդի, հետո կվերադառնանք։ Դե չէ մեր եթերային ռեսուրս ջղայնանում արդեն։ Բարկացրեցինք։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը եւ դարձյալ շարունակենք թեման Գերմանիայում կարևոր հարցեր կա, որ պետք է հասկանալ։ Հիմա տեսեք, գլխավորապես մենք մերձի մասը հասկացանք։ Մերձը ընդհանուր սիգնալներ ուղղորդեց, որ եւ ամենակարևորը պատմական շանսը ասեց Հայաստանի համար։ Այդ մասին ասեց վարչապետը առաջին հերթին, նախ ինքը ասեց պատմական Սա պատմական այց է եւ պատմական հնարավորություն։ Չէ, Եվրամիությանը անդամակցության մասով եմ ասում, Մերձը ասեց, որ սա պատմական շանսը իրականում, ասեց, տեսեք, մեծ հնարավորություն է, իրականում պատմական հնարավորություն է Հայաստանի համար։ Հետո արդեն պանելի ժամանակ բացահայտվեց, որ Ռուսաստանը թույլ է, ինչ որ ես ասում էի, արդեն պանելի ժամանակ, ինչ որ քանի ժամանակ ասում եմ, Ռուսաստանը թույլ է,
Պարզա իրանք դեռ չասեցին Թուրքիայի մասով բավականին լուրջ խնդիրներ կա Թուրքիա Եվրոմիությունը հիմա ամեն ինչ անում է որ Թուրքիան չդառնա էներգետիկ հաբ իսկ դա նշանակում է որ Ադրբեջանն էլ չի կարողանալու կախվածության մեջ գցի եվրոպական երկրները ես ձեզ ասեմ մշակվում են արդեն հիմա ծրագրեր որ 27 թվականից Ադրբեջանի գազի նշանակությունն ընդհանրապես թուլանալու Եվրոպայում էլ չեմ ասում եթե 30 թվականից Հունաստանը սկսեց արտահանելը Կիպրոսն էլ է հիմա արդեն շահագրգռված, մի խոսքով այնտեղ այնպիսի հակաթուրքական իրականում տակից արշավ է գնում Եվրոպայում։ Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը դաշինք են կազմել, Կիպրոսը Լիբանանի հետ ջրերը բաժանեց Թուրքիային թողնելով դուրս այդ նավթային process-ներից, այնտեղ ես ասեմ, այնտեղ ուղղակի հիմա Էրդողանը այն վիճակում չի, որ գնա կոնֆլիկտի հետ, որտեղ այնտեղ բազմաթիվ հարցեր կա, ինքը մեծ վտանգներ է տեսնում հիմա։ Գումարած, որ ինքը արդեն այն մի իրավիճակի առաջականգն է, որ եթե հիմա ինքը սահմանը չբացի եւ կա մտավախություններ, որ Հայաստանում կարող են գալ ուժեր, որոնք կուժեղացնեն Ռուսաստանի դիրքերը Հայաստանում եւ դա կարող է ընդհանրապես ինքը այդ շանսն էլ բաց թողի, հա, կոպիտ ասած։ Եվ այլպես շարում, մի խոսքով։ Այնտեղ շատ խառը վիճակ է, ասեմ ձեզ, Թուրքիան, հիշում եք ինչ եմ ասել։ Թուրքիան իր ամբիցիաները կործանեցի ոնց որ Պուտինին, այդպես կործանելու են այն չինական կոմունիստին, այդպես է կործանել թուրքական սուլտանիկին։ Սիրիայի մտնելը ինքը իր վրա ինքը չունենալով այդ տնտեսությունը, որտեղ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է։ Դու ունես սուլտանական ամբիցիաներ առանց տնտեսության։ Պուտինը ուներ ցարի ամբիցիաներ առանց տնտեսության, հասկանա։ Հələ դեռ Սի Ցինպինը մեջներից լավ վիճակում է։ Տնտեսություն ունի, ամբիցիաներ ունի, հա։ Հա, բայց տնտեսություն ունի, հզոր, եւ ասեմ, եթե մեջներից հաջողության հասնելու ամենամեծ շանսը իդեպ ունի հենց Սի Ցինպինը։ Մի խոսքով։ Հիմա տեսեք, բայց ես ուզում եմ անդրադառնամ այս սաղ սիգնալները փոխանցվեց Փաշինյանին, սա շատ կարևոր այց է։ Պանելային քննարկման ժամանակ Սերգեյ Լագոզինսկին ասեց մի կարևոր մի բան, հիմա Հայաստանի մասով։ 30 տարի մենք ասես տարածաշրջանը եւ Հայաստանի այդ երկր հետ խորհրդային երկրները ընկալել ենք որպես ծայրամաս, periphery, տենց բան ասեց, հա, ինչ որ հեռավոր մաս։ Ասեց, որովհետև իրանք մենք ընկալել ենք որպես ռուսական ազդեցության գոտի, հետխորհրդային տարածք եւ ըստ էության ասեց հիմա հետխորհրդային post-սովետ այդ դարաշրջանը ավարտված է եւ վերջ։ Հիմա ասեց, մենք եվրոպացիներս մեզ համարում ենք կենտրոն, իսկ այդ երկրները համարում ենք ծայրամաս։ Մենք այդ ծայրամասի համար առանձին ծրագրեր էինք մտածել, արևելյան գործընկերություն, չգիտեմ եւ այլ այդպես շարունակ, հա։ Եվ հիմա ինչ ասում, ասում այլևս ավարտված է դա։ Հիմա տարածաշրջանը պետք է ինտեգրվի Եվրոպային եւ դա Եվրոպա է։ Դա Եվրոպա է։ Եվ դա այլևս շատ կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար։ Հայաստանը շատ կարևոր, հետաքրքրական մի բան արեցին, ուրեմն այստեղ էլ շատ կարևոր է։ Ադրբեջանի դեսպանն էր այնտեղ նստած եւ տեսեք, այո, եւ հետաքրքրական մի բան ասեմ ձեզ։ Բարի գալուստ ասած։ Հա, հետո ես չգիտեմ դա ինքն չէ, այդ մոմենտ, հա, մեկ ինչ որ հայերեն բան ասեց, չգիտեմ ինքն չէ, հա, բայց հետո ինքը կանգնեց եւ ասեց, որ խաղաղությունը Ադրբեջանի նախաձեռնությունն է, այսպես շարակ։ Դե երեք ասում էինք, որ բանն էլ Հաջիևն էլ։ Այո, բայց տեսեք ինչ արեց Լագոդինսկին։ Լագոդինսկին հասկանալով Ադրբեջանը ուր է տանում, որ ես լիդերն եմ, որ Հայաստանի հարցերով պետքա խոսակի իմ հետ, ոչ թե Հայաստանի հետ, որ ես պիտի թույլ տամ Հայաստանը Եվրոպայի հետ ինչ հարաբերություն ունենա, որ երեք շեշտեցին նաև Եվրոպայի, այսինքն։ Եվ տեսեք ինչ ասեց Լագոդինսկին, ասեց առանց ձեզ, պարոն վարչապետ, խաղաղությունը հնարավոր չի լինի։ Ձեր անձնական, ես ասեց անձնական բաներին տենց աշխատում եմ չանդրադառնալ, բայց առանց ձեր անձնական ներդրման ձեր գործոնի հնարավոր չէր խաղաղությունը եւ վերջում ասեց դե իհարկե Իլհամ Ալիևը այնտեղ հատուկ շեշտեց եւ այնտեղ նստած էր Ադրբեջանի դեսպանը եւ այնտեղ մի հատ էլ ասեց հեսա մեր մոտ նստած Ադրբեջանի դեսպանը եւ Ադրբեջանի դեսպանը այդ սիգնալը հասկացավ եւ չդիմացավ վերջում վեր կացավ ասեց Ադրբեջանն է խաղաղության նախաձեռնող եւ այլ այսպես շարունակ հա տեսեք շատ կարեւոր մի բան եվրոպացիները կանչեցին եւ ըստ էության ասում եմ որ ասում ահավոր բանով sense սիգնալով ահավոր sense ասում միանգամից ասում այսպես բացատրեցին որ Հայաստանը Եվրամիության մասը եւ վերջ մենք պատրաստ ենք մերցնել ասեց եւ այլ իրավիճակա փոխվե պատմական շանսը եւ այլն այսպես շարունակ ահա ստեղ եղավ մի փոքր հակասություն որտեղ Փաշինյանը ասաց որ մենք չենք ուզում դրսի ուրեմն օգնությունը եւ աջակցությունը տարածաշրջանում մենք ուզում ենք մեր օրակարգը
քննարկենք տարածաշրջանի երկրներ։ Դա Մենք չի ուզում ենք հասնենք նրան, որպեսզի մեր իրավիճակը այնպեսին լինի, որ չունենանք։ Այո, դա չի նշանակում ասես որ մենք պետք է արտաքին հարաբերությունները կտրենք միջազգային գործընկերների հետ, բայց մեր նպատակն է տարածաշրջանի երկրների հետ մեր օրակարգը, այո, բայց սա ի պատասխանները, որտեվ տեսեք, ինքը նաև ասաց, որ Եվրամիության մասին խոսելուց այդ նույն բանը կրկնեց, որ եթե չընդունեք, օքեյ է, մենք օքեյ ենք եւ այսպես շարունենք։ Եվ շատ երկար ու բարդ process է։ Եվ այս իրավիճակում, տեսեք, եվրոպացիները շտապում են, ասում են պատմական շանս է հիմա, որը ըստ էության Փաշինյանը հասկացրեց, որ մենք մտածում ենք, որ խաղաղություն կարող է լինել, եթե մենք 0 պրոբլեմ ունենանք հարևաններից։ Իսկ հարևաններից 0 պրոբլեմ ունենալու համար մենք դրսից շատ մարդ չենք ուզում թողենք տարածաշրջան։ Սա այստեղ արդեն ձևավորեց մի փոքր հակասություն այդտեղ, բայց գլոբալ ընդհանուր կարելի ասել, որ այցը ինձ շատ դուր եկավ, շատ ուսուցանող այց էր, շատ հետաքրքրական եւ ավելին ասեմ, Գերմանիայի կանցլերը ամեն օր չի կանչում Հայաստանի վարչապետին եւ նաեւ գալու է Հայաստան, իդեպ ոնց որ կարծես թե եվրոպական համայնքի գագաթնաժողովին մայիսին մերձը այցելելու է Հայաստան։ Եվ բացի դրանից ասենք նաև, որ Հայաստանում է եւ ամերիկյան պատվիրակությունը, որը թրիփի հարցով, նաև եվրոպական պատվիրակություն այսօրերին։ Եվ պաշտպանության չէ հետ կապված պատվիրակություն կա, եւ նաև կարծեմ Մեծ Բրիտանիայից էր այցելել պատվիրակություն պաշտպանության հետ կապված։ Արդեն կցորդ ունենք։ Կցորդ, այո։ Այսօր այսքանը հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։